Երկու ամսում 8-րդ անգամ է ադրբեջանցիների կրակոցներից տուն վնասվում Սյունիքում, փամփուշտը անցք է բացել Խոզնավարում ապրող Նինայի տան լոգարանի դռան վրա, սպանել նրա 3 ոչխարներից մեկին։ Ես առավոտը պոլի մեջ եմ գտել։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Հայաստանի վարչապետը հայհոյում է հոգևորականներին օրվա ամոթալի գրառումները ցնցել է հասարակությանը։ Որտեղ Թուրքիայի պատակա։ Փաշինյանից առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ հրապարակային արշավ սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊԱ-ականներին, սա չի անհանգստացնում։ Բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք։ Եվ այս ցնցումները վերացում են ուղղակի խուլիգանական դրսևորումներ։ Ընդդիմության համոզմամբ Փաշինյանի խուլիգանական վարքագծի պատճառը մայրաթորի ակտիվացումն է արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության գործում։ Ամենայն հայոց կաթողիկոսը այդ հարցը Շվեյցարիայում է բարձրացրել։ Նպատակներ Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ միջազգային համայնքի կոնսոլիդացումը։ Առավոտյան հայհոյանքներ գրած Փաշինյանը կեսօրին մանկապարտեզների բացման արարողությունների է մասնակցել փոքրիկների հետ ու սովորեցրել նրանց հարգել տրակտորիստին։ Բայց հարգալից չէ, հենց շատ հարգալից, հարգանքով։ Դուք դիտում եք Հայլուրը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Նախ տեղափոխվենք Սյունիք, որի բնակավայրերի ուղղությամբ շարունակում է կրակել Ադրբեջանի զինուժը։ Նորից տուն է վնասվել Խոզնավարում, 8-րդը վերջին 2 ամսում։ Ադրբեջանցիների արձակած գնդակը խոցել է նույն գյուղացու մանր եղջերավոր կենդանուն։ Հայլուրի հետ զրույցում թիրախավորված տան բնակիչն ասել է, որ գնդակը ծակել է սանհանգույցի դուռը։ Փամփուշտը գտել են առավոտյան լոգարանից։ Վերջին 2 ամսում 8-րդ անգամ է ադրբեջանական զինուժի կրակոցներից տուն վնասվել Սյունիքում, փամփուշտը անցք է բացել Խոզնավարում ապրող Նինայի տան լոգարանի դռան վրա։ Ես առավոտը պոլի մեջ եմ գտել, նոր մայրեք դուրը ծակա։ Եվրոդուրը ծակալա մտալ մեջը։ Գիշերը ժամը 12-ից մոտ 50 րոպե ադրբեջանցիները կրակել են Խոզնավարի ուղղությամբ, գնդակոծության հետևանքով խոցվել է 1 մանր եղջերավոր կենդանի։ Հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանին կոչ անում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ասում է Նինան, հենց իր ոչխարն է հայտնվել թշնամու թիրախում։ Ընդամենը 3 ոչխար ուներ, որ գյուղացիներից մեկը իր հոտի հետ էր պահում։ Առավոտյան փարախում սատկած են գտել Նինայի ոչխարը։ Դասում բանի մեջ եմ պահում, սետկային քաշում, մեջը լսում են էլի հայատում, բաց տեղա ու երևի խփել եմ։ Խուճապ չկա, բայց մտահոգ են գյուղացիները, կրակոցներն ամեն օր ավելի վտանգավոր են դառնում։ Գալիս են, արձանագրում, որ կրակել են, հետևանքները թողնում գյուղացուն։ Առավոտը մեր գյուղապետը եկել է, տեսել է, այդ պուլան ինքը վերցրել է, տարել է։ Ամբողջ գյուղն վնասել, որ մեկին է մեկ է փոխել, ոչ մեկինը չեն։ Մի հատ թողատություն չկա, այս գյուղը սենց անտեղանության մեջ է։ Այս ընթացքում թշնամու կրակոցից Խոզնավարում խնածախում տների պատուհաններ, դռներ, տանիքներ, արևային ջրատաքացուցիչներ են վնասվել։ Կրակի տակ է հայտնվել նաև խնածախի մշակույթի տունը։ Ինչ է լինելու հետո, գյուղացիները չեն էլ ուզում մտածել։ Ենթադրեք վախել մեկի ճանեք, մշքակ մուվա տոնտավոր գնա։ Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչները Ադրբեջան են գնացել։ Բաքվում են պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հակը եւ պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Հուայարդ Թելկեն։ Նրանց Ադրբեջանի նախագահն է ընդունել։ Այցի նպատակն է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ, քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ինչպես գիտեք, Վաշինգտոնը ճանաչում է Ադրբեջանի աճող նշանակությունը որպես տրանսպորտային հանգույց եւ էներգիայի մատակարար։ Այդ մասին Ադրբեջանի անկախության օրվա արդիվ հղած ուղերձում ասել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Օրվա ամոթը Նիկոլ Փաշինյանը, որը օտար երկրում Ադրբեջանի նախագահին սուրճի է հրավիրում ու սպասում մինչև Ալիևը գա, ու Մակրոնի գլխավերևում հովանոց է պահում, հերթական արշավն է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վաղ առավոտյան Փաշինյանի հայհոյախառն բառապաշարով ֆեյսբուքյան գրառումը ցնցել է ֆեյսբուքահայությանը։ Ինչ որ սրբազանի է ուղղված Հայաստանի վարչապետի օրվա առաջին եւ ամենավիրավորական ստատուսը, որի դրդապատճառը թերևս միայն ինքը գիտի։ Մայր աթոռից չեն արձագանքել Փաշինյանին։ Աղոթքով էջմիածին եկածները շշմում են, երբ լսում են, թե ինչ է գրել Փաշինյանը ֆեյսբուքում առավոտյան։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։
Ալարդ արել դες բանալը։ Ղալաթ է արել թե ինչ, բայց գրել է, հրապարակել Facebook-ում ու լայքեր է հավաքում, չնայած մեծ մասը ջղային էմոջիներ են։ 5 սկանդալային գրառում է արել Փաշինյանը Facebook-ում, որոնցից հասկացվում է, թե առաքելական եկեղեցու սպասավորներից մեկը դրժել է կուսակրոն մնալու ուխտը եւ սեռական կապի մեջ եղել իր քեռակնոջ հետ։ Փաշինյանը եկեղեցուն կոչ է անում փիլոնազուր կանել այդ հոգեվորականին։ Թե սրբազաններից ում մասին են Փաշինյանի ակնարկները համացանցում միայն ենթադրություններ են։ Ոմանք հիշել են ասեկոսեները, թե Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos-ը քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը չի արձագանքել Փաշինյանի գրառումներին, մայր տաճարի մոտ մարդիկ կարծում են այդ գրառումներն անելով ինչ որ նպատակներ է հետապնդում վարչապետը։ Որտեղ թուրք է, թուրքի նպատակ է։ Դե շնորհքություն է այդ ինչ, մեկնաբանելու ոչ մի բան չկա։ Դե շնորհքություն է գրել, այդ ինչ պարտադիր է ցանցում գրել։ Ոչ, վայել հայի համար։ Վայել չէ այն դες բանացել կաթողիկոսին ինչ որ տենց բաներ։ Ստորմապեչ։ Շատ ված բառապաշար է, ինչ կարելի ասել է ամասին։ Յան արդեն ամասին ամեն չասված։ Դա ասելու բան է, դա վարչապետի խոսք է, ասենք, ոնց կարատես սրբազանին ասել։ Հա, բայց պարզ չի, որ սրբազանին։ Նորմալ մարդու վարմունք չի։ Այս տղամարդն առաջարկում է քննել Փաշինյանի հայտնած տեղեկությունը եւ եթե այն հաստատվի, պատժել ուխտադրուժ հոգեվորականին։ Դե եթե ապացուցեն, որ դա ճշմարտություն է, դե կարգալույց անեն այդ կուսակրոն քահանային բնականաբար, ու դա պատժի ձև է էլի եկեղեցու կողմից, դրանից ավել ոչ են կախելու այդ մարդուն։ Բայց համոզված է Փաշինյանի գրառումների իրական պատճառն այն է, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Մայրաթորի հայտնի պահանջը մայիսի 28-ին Սարդարապատում վերահաստատել էր Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Եկեղեցին է կամ ով որ պահանջում է հրաժարականը, ես ճիշտ եմ ընդունում դա, ու ես համաձայն եմ։ Փաշինյանի գրառումներին օրվա երկրորդ կեսին արձագանքել է Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը, գրառումը վերնագրել համառոտագրություն մահախոսականի։ Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ։ Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքներով եւ պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ։ Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա լաց եւ ատամների կրճտոց։ Մաթեվոսի ավետարանից է Արշակ Սրբազանի վերջին մեջբերումը։ Հիսուսի մի քանի առակներում է ասվում, որ Աստծուց հեռացածներին սպասվում են լաց եւ ատամների կրճտոց։ Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Անիղանդիլյան, Հայլուր։ Իշխանության ընդդիմախոսները հորդորում են Փաշինյանի թիմակիցներին եւ հետևորդներին իրենց հարց տալ։ Պատրաստ են կիսել իրենց առաջնորդի ամոթալի ու հայ մարդու ինքնությունը ոտնահարող խարանը։ ՔՊԱ-ականներին առանձնապես չի խոցել իրենց քաղաքական առաջնորդի բառապաշարը։ Նրանց կարծիքով Փաշինյանը որևէ սրբապիղծ արարք չի արել, իսկ մարդիկ պետք է սովորեն անձնական վիրավորանքներ լսել։ Պետք է պատրաստ լինեն նաև լսելու անձնական վիրավորանքներ, այո։ Փաշինյանի ստատուսների հայոյախառն բովանդակությունից չի ցնցվել ՔՊԱ-ական Հերիկ Նաստիգրանյանը, որի հիմնադրած ՀԿ-ի անվան մեջ կա կրթություն բառը։ Պատճառով որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, սուր որակումներ կարող են լինել քաղաքական խոսքում։ Վարչապետը օգտագործել է բառամթերք կոնկրետ անձի վերաբերյալ, որին ինքը արժանի է, եւ ես էլ կօգտագործեի այդ բառամթերքը այդ մարդու վերաբերյալ։ Իր քաղաքական առաջնորդի հայտարարած արշավին միանում է Արթուր Հովհաննիսյանը, սպառնում պատռել իր բառերով սրբապիղծների դիմակները։ Մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատռելու ենք,
անուն առ անուն։ Այսպես կոչված սրբապիղծների կուսակրոնության ուխտը դրժած հոգևորականների անունները չի տալիս Արթուր Հովհաննիսյանը, կգա նաև դիմակները հատիկ առ հատիկ պատրելու ժամանակը, ասում է ՔՊԱ-կանը։ Անունների մասով կգա ժամանակը, դուք կտեսնեք, թող ավելի հետաքրքիր լինի այդպես։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավանքով Փաշինյանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել։ Համոզված է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ինչ եւ դա արդարացնելու համար անցել է ղժղժոցի։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն է։ Ջղաձգվում, ղժղժում, գորգորում, հայհոյում է անվստահ մարդը։ Փորձելով իր ղժղժոցով, հայհոյանքներով իր անվստահությունը փողարկել եւ ուժեղ տղա երևալ։ Փաշինյանի ջղաձգումները ուժգնանում են, երբ ամեն անգամ թշնամու հերթական կրակոցը ապացուցում է խաղաղության դարաշրջան չի բացվում, ասում է падգամավոր Խաչատրյանը։ Իրենք հասկանում են, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը։ Իրանք վերջեվերջո հասկանում են, չէ՞ որ խոզնավարում ադրբեջանցիներն են կրակել, այլ ոչ թե հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Եվ այս ճղճղոցով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը այս խնդիրներից։ Հայ առաքելական եկեղեցին թիրախավորում է Հայաստանի վարչապետը Երևանից եւ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը Բաքվից, նկատում է պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Հայկ Մամիջանյանին չեն զարմացնում Փաշինյանի հայհոյախառն գրառումները։ Նա ուզում է հասկանալ, դրանք կարդալիս ինչ են զգում ՔՊԱ-ականները, որոնց մեծ մասը հավանաբար մկրտվել է հայ առաքելական եկեղեցում։ Կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի։ Իրանք դրա տակ մտնել պատրաստ են։ Եթե իրանք չեն մտածել դրա մասին Արցախի հանձնման ժամանակ, խայտառակ կազմակերպված պատերազմի ժամանակ եւ այլն, հիմա սրա տակ մտնել պատրաստ են։ Մամիջանյանը քաղաքական դիակ է որակում Փաշինյանին ու ցավ հայտնում, որ նրան դեռ չի հաջողվել հեռացնել իշխանությունից։ Դիակները երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է։ Կարնե Մանգասարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Առավոտյան եկեղեցուն հայհոյած Նիկոլ Փաշինյանը կեսօրին Շիրակի մարզում մանկապարտեզների բացման արարողությունների է մասնակցել տասնյակ երեխաների հետ։ Նրան ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարը, Շիրակի մարզպետը եւ այլ պաշտոնյաներ։ Նոր կյանքում նորակառույցը շահագործման հանձնելուց հետո Փաշինյանը նորից վերադարձել է եկեղեցուն ուղղություն տվող ստատուսագրությանը։ Նա այսօր նաեւ Ախուրյանի երեխաներին է դասեր տվել։ Հոգեվորականին հայհոյողը հորդորել է հարգել տրակտորիստին։ Ասեք, այ հոպարջան, բանդեղ ճամփ են կողքը տրակտորի համար սարքել են, ինչ եք ասվածը։ Հա? Ասել ես։ Բայց հարգալի, չէ՞, նենց շատ հարգալից, հարգանքով, խնդրելով։ Դեռ երեկ էր Փաշինյանը սկսել հակաեկեղեցական արշավը, որը Թուրքիայում եւ Ադրբեջանում հրճվանքի մեծ առիթ էր դարձել։ Նրանից առաջ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդներ թիրախավորել հայ առաքելական եկեղեցին։ Իշխանության ընդդիմախոսների կարծիքով այդ դեմարշի պատճառը արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության գործում մայրաթոռի ակտիվացումն է։ Այս օրերին Գարեգին II այդ հարցը բարձրացնում է Շվեյցարիայում եկեղեցիների խորհրդի կազմակերպած միջոցառումների ժամանակ։ Արցախի հարցը միջազգային օրակարգի մաս դարձնելու ուղղությամբ հայոց եկեղեցու ակտիվությունն է մայրաթոռը թիրախավորելու պատճառը, վստահ են շատ վերլուծաբաններ։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում չի հիշատակել, բայց նրա կինն անդրադարձել է Շվեյցարիայում վերջին օրերին անցկացվող Արցախի հայկական հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Հարց է տվել, թե Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անհապաղ ազատում գելությունից։ Վերջին 2 օրերի ընթացքում ամենայն հայոց հայրապետը Բեռնում էր, որտեղ մասնակցեց եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված մի միջոցառման, որի նպատակն էր Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ միջազգային աշխատանքների, միջազգային համայնքի կոնսոլիդացումը։
4 օր առաջ Բեռնում ելույթ է ունեցել վեհապարը հայտարարելով, որ 2020 եւ 2023 թվականներին Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը Արցախի նկատմամբ թշնամանքի ու ատելության վրա հիմնված ցեղասպանական գործողություններ է իրականացրել, հայաթափել է Արցախը։ Բաքուն ազատ չի արձակում հայ գերիներին, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը օկուպացված Արցախում։ Մենք մեծապես կարևորում ենք նման համաժողովների անցկացումը, հուսալով, որ միջազգային դերակատար երկրները եւ իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն ուղղված Արցախի հոգեվոր մշակութային ժառանգության պահպանմանը, արցախահայության իրենց հարազատ բնորան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը եւ մեր գերիալ զավակների շուտափույթ ազատ արձակմանը։ Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, որ գլոբալ հայկական շահերի պաշտպանության առումով միջազգային հանրության խոսակիցը բացառապես Հայաստանի իշխանությունները չեն եւ հաճախ եկեղեցին հայկական իրավունքների պաշտպանության գործում շատ ավելի է ներգրավում աշխատանքներով։ Որպես մի կառույց, որ ինստիտուցիոնալ հիշողություն ունի ու որի լեգիտիմությունը քրիստոնեական աշխարհում անվիճարկելի է, ընդգծում է Ղուկասյանը։ Հայոց հոգևոր առաջնորդի ելույթի օրը շվեյցարյան արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը միջազգային օրակարգի մաս դարձնելու ճանապարհին մեկ այլ կարևոր քայլ է արել։ 19 խորհրդարանականներ ստեղծել են խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը։ Դրանից ամիսներ առաջ մարտին Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը բանաձև էր ընդունել, որ գործադիրը պարտադիր պետք է կատարի։ Այդ բանաձևը հանձնարարվում բանաձևով գործադիր իշխանությանը հանձնարարվում էր 1 տարվա ընթացքում միջազգային ֆորում կազմակերպել, քննարկելու հրավիրելով արցախահայության ներկայացուցիչներին, Ադրբեջանի ներկայացուցիչներին, փորձելով հասկանալ, թե ինչպես պետք է իրացվի արցախահայության վերադարձի իրավունքը։ Կաթողիկոսի Շվեյցարիա մեկնելուց 3 օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Ղազիների խորհրդի նիստում կեղծ հայտարարություններ էր արել, թե իբր Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պատմական ադրբեջանական հողերում է։ Իլհամ Ալիևի գլխում չի կարող տեղավորվել մի բան, որ որևէ պետության ղեկավար կարող է այդ պետության հոգևոր առաջնորդի վրա վերահսկողություն չունենալ։ Ղուկասյանի կարծիքով Ալիևը մտածելով, թե հայոց եկեղեցին ու Հայաստանի իշխանությունը համաձայնեցված են գործում, ճնշել է Փաշինյանին ու պահանջել զսպել Մայրաթորին արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը միջազգայնացնելու համար։ Հավանաբար Ալիևը իր ու Փաշազադեի հարաբերություններով է փորձում հասկանալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցող անձի եւ հայոց հայրապետի հարաբերությունները։ Եվ գերագնահատում է գուցե Նիկոլ Փաշինյանին այն առումով, որ գուցե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ լինի կամ օժանդակի եկեղեցու։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Շարունակենք Բաքվում հայ գերիների, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծ ու դատավարության հերթական նիստին հարցաքննվել են մի շարք իբրև տուժողներ, որոնք պատմել են 2016 թվականի ապրիլյան դեպքերի իրենց տարբերակները։ Հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ նրանք հայկական կողմին մեղադրել են 2016-ին արգելված զինամթերք օգտագործելու համար։ Ի պատասխան այս մեղադրանքին գեներալ Լևոն Մնացականյանը հայտնել է, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զբաղեցրել է Արցախի բանակի հրամանատարի պաշտոնը, բայց առաջին անգամ է նման բան լսում։ Տուժող ներկայացողներին հարցեր են ուղղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Այսօր շարունակված դատական նիստից Բաքուն ոչինչ չի հրապարակել։ Երևանում շարունակվել է ազգային ժողովի падգամավոր Լևոն Քոչարյանի գործով դատավարությունը։ Հարցաքննվել է վկաներից մեկը, նախկին կարմիր բերետավորը, որ հիմա թոշակի է անցել, չի հիշել, թե ինչ է տեղի ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ գործընկերները բերման էին ենթարկում Լևոն Քոչարյանին եւ նրա ընկեր Սերգեյ Ասատուրովին։ Հիշելուց եմ եղեն չկա դա լարվում եմ, որ Գրեթե ոչինչ չի հիշում թոշակի անցած կապիտան Արմեն Խեչումյանը, նա վկա է խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով։ Նախկին կարմիր բերետավորը 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ծառայության է եղել, որտեղից քաշքշելով բերման էին ենթարկել Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին, հետո մեքենայի մեջ հարվածներ հասցրել Հայաստան խմբակցության падգամավորին, բայց տուժող են ճանաչվել ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյանը եւ Վարդան Հովանիսյանը։ Իմացել եք Հրաչիկը Խաչատրյան տուժողը, իմացել եք օրինակ ինչից է տուժել։ Այդ նայ, մենք ֆիքսեցինք, որ դուք տենց չեք
Հա, հստակ որ պատասխանը հետո հաջորդի պետք չի բավարար։ Ինչի՞ց է դուժել։ Դերեկացել եք երբ է դուժել, ինչի՞ց է դուժել։ Կապիտան Խեչումյանը փաստաբանների, դատախազների հարցերին կամ պատասխանում է, որ չի հիշում այդ օրվա իրադարձությունները, կամ երկար լռում։ Նրա դատարանում տված ցուցմունքը հակասում է նախաքննության ժամանակ քննիչին տված ցուցմունքին։ Ոչ մեկ չի ասի։ Նիստերի դահլիճում էկրանին միացնում են քննիչի մոտ տված ցուցմունքի տեսաձայնագրությունը։ Կապիտան Խեչումյանը դիտելուց հետո ասում է, եթե ասել է, ուրեմն ճիշտ է։ Ասեմ ձեզ անկեղծ, ձեզ չեմ հիշում։ Քննիչից հետո ես ոչ մեկի ոչ հանդիպել եմ, ոչ բան, իմ տված ցուցմունքը, որ ես տվել, անկեղծ ես իրոք չեմ հիշում։ Հիմա որ դատարանը թույլատրեց, միացրեցին, նայեցին, հիշեցի, հա։ Դատարանում վկան հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի բողոքի ակցիայի ժամանակ ինքը ցուցարարների մեջ մի պահ տեսել է Լևոն Քոչարյանին։ Ոստիկանի աշխատանքը խոչընդոտելով կամ որևէ բռնություն գործադրելով չի տեսել նրան։ Նաև ասում է, որ չի տեսել շղթա կազմած քաղաքացիների։ Բայց նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել ոստիկանը ու հայտնել, որ Լևոն Քոչարյանը եղել է շղթա կազմած քաղաքացիների մեջ ու ինքը եղել է այն ոստիկանների թվում, որոնք շղթան քանդելու գործին են անցել։ Եվ Լևոն Քոչարյանը այլ քաղաքացիների հետ փորձել է խոչընդոտել ոստիկաններին։ Կարծում եմ օգտակար կլիներ եւ նույնիսկ նաեւ անհրաժեշտ, որ մենք դիտեինք տեսանյութ, որը մեղադրանքի կողմի ներկայացված տեսանյութն է, այն որ Հետո միացնում են այն տեսանյութը, որում Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին բերման են ենթարկում։ Վկային խնդրում են ցույց տալ իրեն, երբ փորձում են քանդել քաղաքացիների կազմած շղթան, որոնց մեջ եղել են նաև Լևոն Քոչարյանն ու Սերգեյ Ասատուրովը։ Տեսանյութում երևում է վկան, բայց բերման ենթարկող ոստիկաններից մի քանի մետր հեռու կանգնած։ Ավելի քան 3.5 ժամ տևած դատական նիստը ավարտվում է մի վկայի հարցաքննությամբ։ Հաջորդ նիստին ևս վկաներ են հարցաքննվելու։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։ Թուրքիան ամեն ինչ անում է, որ չկորցնի միջնորդական դերը ռուս-ուկրաինական բանակցություններում։ Ֆիդանը գնացել է Կիև համոզելու Զելենսկիի վարչակազմին ընդունել հունիսի 2-ին Ստամբուլում հանդիպելու Մոսկվայի առաջարկը։ Կամ մենք աչք ենք փակում պատերազմի շարունակության վրա, կամ մինչև այս տարվա վերջ կհասնենք մշտական խաղաղության։ Թրամփի տարօրինակ ցանկությունը Իրանի առնչությամբ ԱՄՆ նախագահը ուզում է դիվանագիտական գործիքներով հասնել հաշտության, որ ամերիկացի տեսուչները ինչ ուզեն անեն Իրանի միջուկային պահեստներում։ Եթե ցանկանանք, պայթեցնենք այն ինչ ուզում ենք, բայց ոչ մեկի չսպանենք։ Երևանում կրկին հարձակվել են շտապօգնության բժիշկների վրա, բուժօգնության է դիմել շտապօգնության 4 աշխատակից ըստ ոստիկանության, նրանց ծեծել են այսօր կեսօրին Հակոբ Պարոնյան փողոցում։ Երկու քրեական վարույթ է նախաձեռնվել Մուրացան հիվանդանոցում 1.5 տարեկան երեխայի մահվան եւ բժշկին ծեծելու դեպքերի առնչությամբ։ Մահացած երեխայի տատը գետնին է տապալել բժշկին։ Ասում եմ բժշկու երեխան ասում է վերջ երեխան տան եղավ, սրտի կան։ Եվ այսպես Անկարան ամեն ինչ անում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ ռաունդը Ստամբուլում կայանա։ Թուրքիայի արտգործնախարարը Կիև է գնացել, որ համոզի Զելենսկիի վարչակազմին ընդունել հունիսի 2-ին հանդիպելու Լավրովի առաջարկը։ Ուկրաինան չի մերժել, բայց չի էլ ընդունել բանակցությունների հրավերը։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ են հակամարտության կարգավորման հարցերը բաց քննարկել Ռուսաստանի հետ, բայց թե որտեղ ու երբ չի ասել։ Թուրքիան ամեն ինչ անում է, որ չկորցնի միջնորդական դերը ռուս-ուկրաինական բանակցություններում։ Դրա համար այդ երկրի արտգործնախարար Հական Ֆիդանը շտապել է Կիև, համոզելու ուկրաինացի պաշտոնյաներին չչեղարկել հունիսի 2-ի բանակցությունների հաջորդ ռաունդը եւ պատվիրակություն ուղարկել ռուսների հետ բանակցելուն։ Ֆիդանը նախ հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգային, հետո նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Կիևում Ֆիդանը մշտական խաղաղություն է խոստացել։ Կամ մենք աչք ենք փակում պատերազմի շարունակության վրա, կամ մինչև այս տարվա վերջ կհասնենք մշտական խաղաղության։ Թուրքիան կարող է օգտագործել ուկրաինական եւ ռուսական կողմերի բանակցությունների ներուժը խաղաղության հասնելու համար։ Հույս ունենք, որ Ստամբուլում կայանալիք բանակցությունները Էրդողանի, Թրամփի, Պուտինի եւ Զելենսկիի մասնակցությամբ կհարթեն հետագա հանդիպումների ճանապարհը։ 3 օր շարունակ ուկրաինական կողմը պաշտոնապես չի պատասխանել, որ պատրաստ է մասնակցել Ստամբուլյան բանակցություններին։ Միայն այսօր Ֆրանս պրես գործակալությունը հղում անելով Զելենսկիի գրասենյակի ղեկավարին գրել է, որ Կիևը պատրաստ է մասնակցել Ստամբուլյան քննարկմանը։ Ուկրաինան պատրաստ է հակամարտության կարգավորման հարցերը Ռուսաստանի հետ բաց քննարկելու համար։ Մենք դա հաստատեցինք ռուս եւ ուկրաինացի պատվիրակությունների վերջին հանդիպման ժամանակ։ Ռուսական կողմը արդեն պատրաստ է Ստամբուլյան բանակցությունների այս փուլին։ Կրեմլից հայտնել են, որ երկուշաբթի ռուսական պատվիրակությունը տեղում կլինի։ Մեր պատվիրակությունը Ռուսաստանի բանակցողների պատվիրակությունը ուղևորվում է Ստամբուլ եւ երկուշաբթի առավոտյան պատրաստ կլինի շարունակել բանակցությունները։ Ստամբուլ պատվիրակություն չի շտապում ուղարկել Միացյալ Նահանգների նախագահը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, թե Թրամփը խրախուսում է առանց միջնորդների տետատետ բանակցությունները։ Միացյալ Նահանգների նախագահը կասկածում է, որ Ռուսաստանի ղեկավարը լուրջ է վերաբերվում բանակցություններին։ CNN-ը գրում է, որ Թրամփը առաջիկայում մտադիր է գնահատել Պուտինի լուրջ վերաբերմունքը խաղաղության նկատմամբ ու դա կարող է պատճառ դառնալ, որ Վաշինգտոնը նոր սանկցիաներ կիրառի Ռուսաստանի դեմ։ Մոսկվային կոշտ քննադատության է ենթարկել նաև Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։ Կառույցը մեղադրել է Ռուսաստանի խաղաղության գործընթացը վիժեցնելու համար։ Ինստիտուտի հրապարակած զեկույցում նշվում է, որ ռուսները փորձում են խճճել բանակցությունների ներկայիս փուլը ու արհեստական ձգձգել այն։ Հասմիկ Սերոփյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է 27 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի մարզում խոցվել է 15, Կուրսկի մարզում 12 դրոն։ Ռուսական բանակն էլ գիշերը հրթիռակոծել է Օդեսան, հրդեհվել են տարբեր շինություններ, վնասվել են մեքենաներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ցանկանում է հաշտվել Իրանի հետ, որ ամերիկացի տեսուչները ինչ ուզեն անեն Իրանի միջուկային պահեստերում եւ լաբորատորիաներում, ընդհուպ պայթեցնեն ինչ ուզում են, բայց մարդ չսպանեն։ Թրամփի այս հայտարարությունների ֆոնին տարօրինակ վարք է դրսևորում Իսրայելը։ Վերլուծաբանները չեն բացառում, որ Թել Ավիվը ինքնագլուխ առանց Վաշինգտոնի աջակցության հարձակվի Իրանի վրա։ Չի դադարում իսրայելական քարոզչա մեքենան հայտարարել, թե առանց Միացյալ Նահանգների աջակցության էլ Թել Ավիվը մոտորերս կարող է հարձակվել Իրանի վրա։ Փորձնական փուչիկ է Նեթանյահուն բաց թողնում հասկանալու Թրամփի տրամադրությունը Իրանի միջուկային օբյեկտները ինքնագլուխ թիրախավորելուց առաջ։ Ակնհայտ է, որ միջուկային անուղակի բանակցությունների 4-րդ ռաունդից հետո Թրամփը մտադիր չէ ուժ բանեցնել Իրանի վրա։ Լրագրողների հետ շփվելիս նա առնվազն 3 անգամ ասել է, որ լավ բանակցություններ են ընթանում Իրանի հետ։ Նաև անկեղծացել, նախորդ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին զգուշացրել է, հիմա անթույլատրելի է Իրանի դեմ ռազմական որևէ գործողություն սկսելը։ Դե կցանկանայի անկեղծ լինել, այո, զգուշացրել եմ, հաջորդ հարցը խնդրեմ, այո, ասել եմ, սա նախազգուշացում չէ, ես ասացի, որ չեմ կարծում, թե դա նպատակահարմար է։ Փորձագետները նկատում են, որ ԱՄՆ նախագահն այս փուլում նպատակ ունի առանց ուժի, դիվանագիտական ճանապարհով ավելին ստանալ Իրանից։ Իր ելույթում նա կարծես ակնարկել է, որ երբ ուժեղ փաստաթուղթ ստորագրեն Իրանի հետ, հանգիստ մուտք ունենան Իրանի միջուկային պահեստներ ու լաբորատորիաներ։ Ես ուզում եմ, որ այդ փաստաթուղթը շատ ուժեղ լինի, մենք կարողանանք տեսուչների հետ մտնել, վերցնել այն, ինչ ուզում ենք, եթե ցանկանանք պայթեցնենք այն, ինչ ուզում ենք, բայց ոչ մեկին չսպանենք։ Նեթանյահուի վարչակազմը հայտարարել է, որ թույլ միջուկային համաձայնագիրը ավելի վտանգավոր է, քան դրա բացակայությունը։ Փորձագետները վստահ են, Իսրայելի վարչապետը հիմա ցանկանում է Իրանի վրա հարձակվել ոչ թե այսպես ասած Իրանի միջուկային զենք ստեղծելու պլանները ձախողելու, այլ սեփական կաշին փրկելու համար։ Հիմա երբ հրեաները պատին են սեղմում Նեթանյահուին գերիների ու Պաղեստինի հարցով,
Իսրայելի վարչապետը փորձում է կիրառել իշխանությունը պահելու հին մեթոդը, սկսել ռազմական գործողություն ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Գազայի հատվածում 60-օրյա հրադադար կհաստատվի, եթե այսօր կամ վաղը Համասն էլ Իսրայելի պես ընդունի Միացյալ Նահանգների նախաձեռնությունը։ Համաձայնագրին միջնորդել են Եգիպտոսն ու Քաթարը, նախատեսվում է գերիների փոխանակում առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մինչ դա իրավիճակն այնքան օրհասական է, որ քաղցած պաղեստինցիները անճարությունից մտել են ՄԱԿ-ի սննդով բեռնված պահեստ։ Առնվազն 4 մարդ է մահացել միջադեպի պատճառով։ Այնինչ արեց Ալիևը Արցախում եւ մնաց անպատիժ, նույնը Իսրայելի վարչապետն է անում Գազայում։ Արևելագետները վստահ են, անպատժելիությունը ծնում է ավելի արատավոր հանցագործություններ։ Դա ակնհայտ նմանություններ կան, երբ որ հոկտեմբեր 2025-ից սկսվեց այդ պատերազմը, դրանից ընդամենը 1 ամիս առաջ տեղ ունեցել Արցախում էթնիկ զտում, անգամ 1 ամիսը չէ, մի քանի օր առաջ, հա։ Եվ բնականաբար այդ հաջող գործողությունը Իլհամ Ալիևի վարչակարգի իրականացրած, ես վստահ եմ, որ ինքը հավելյալ ոգեշնչում էր Իսրայելի համար, որ կարելի է նաև նման գործընթաց իրականացնել Գազայում եւ հաջողել։ Գերտերություններն արձանագրում են Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը, եւ այդ թեմաները հայտնվում են հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում, բայց միայն այդքանը։ Հայտարարությունները, կոչերը, որ անում են միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ոչ մի կերպ չեն զսպում Իսրայելին։ Եվ հիմիկվա այստեղ նշածոնակ իբր պատժամիջոցների իմիտացիա, որ եվրոպական միության երկրներն են փորձում նախաձեռնել, դրանք ավելի շատ այսպես ցուցադրություն են, ինչ որ գործողություն, թե իբր մենք մտահոգ ենք։ Իսրայելի ու Պաղեստինի միջև որպես խաղաղարար կանգնած Քաթարը սեփական շահերն ունի, հիշեցնում է արևելագետ Արմեն Պետրոսյանը։ Հակամարտությունը փորձում է կարգավորել Դոհան, զուտ իր իմիջը աշխարհում բարձրացնելու համար։ Սա փոքր պետություն է տարածաշրջանը, որը ունի մեծ ամբիցիաներ, մեծ հեղինակություն եւ այսպես անխնա միջոցներ է ծախսում տարբեր հակամարտություններ որպես միջնորդ լինելու եւ դրանով իր հեղինակությունը աճեցնելու։ Իրեն մեծ հումանիստ հրժակած Էրդողանը, որ Նեթանյահուին անվանում է ցեղասպան, կոնֆլիկտ լուծող չէ, համոզված են փորձագետները։ Չնայած Անկարա-Թել Ավիվ կոշտ հռետորաբանությանը, ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ այդ երկու պետությունները դեռ համագործակցում են մի քանի ոլորտներում։ Անկամ Թուրքիան եթե կարողանար, հա, եթե այդքան սրտացավ էր իրոք անկեղծ էր պաղեստինցիներին աջակցելու հարցում, դա կարող էր զուտ խոչընդոտել նավթի ուրեմն ապահովումը, որտեղ նավթը հիմնական հատվածը Իսրայելի պահանջարկի Ադրբեջանից է գալիս եւ Թուրքիայի տարածքով է։ Գազան մերձավոր արևելքի ռիվերա դարձնել ցանկացող Թրամփի վարչակազմը 60-օրյա հրադադարի ռեժիմ է ուզում մտցնել, գրում է Reuters-ը։ Ըստ բրիտանական պարբերականի, առաջիկա շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները ցանկանում է փոխանակել պատանդ բանտարկյալների։ Ըստ ծրագրի 28 իսրայելցի գերիներ կփոխանակվեն 1236 պաղեստինցի գերիների ու 180 դիերի դիմաց։ Եթե այս քննարկող հրադադարը կայանա, ինքը ժամանակավոր բնույթ է կրել, այսինքն Իսրայելը որոշակի թվով պատաններ փորձել է ստանալ եւ դրանց հետո նա շարունակել է գործողությունը, քանի դեռ իր գերխնդիրը չի լուծել։ Նեթանյահուի համար Գազայի խնդիրը լուծել նշանակում է օկուպացնել Գազայի հատվածն ամբողջությամբ։ Այնտեղ սովից կոտորվող մարդիկ անճարությունից ներխուժել են ՄԱԿ-ի սննդի պահեստներից մեկը, իրենց երեխաների համար ուտելիք գողանալու։ Իրար ձեռքից սնունդ խլած պաղեստինցիները ծեծել, սպանել են իրար։ 4 զոհի մասին են հայտնում լրատվամիջոցները։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Այլ թեմաներ ամերիկյան Fox News հեռուստաալիքը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ձերբակալում Լոս Անջելեսում հայկական հանցախմբի ղեկավարին։ Տղամարդը առանց դիմադրության հանձնվում է ուժայիններին։ 10 օր առաջ էլ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնել էր, որ Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա նահանգներում իրավապահները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 անդամների ու նրանց հետ փոխկապակցված անձանց։ Նրանց հանցագործությունների մասին 5 հաղորդում են կայացվել այդ թվում ապօրինի զենք պահելու, սպանության փորձի, առևանգումների եւ միլիոնավոր դոլարների գողության համար։ Tax-paying Americans. This year's sting led by DHS, 14 people were taken into custody. The suspects are
Վերադառնանք հայկական թեմաներին, Երևանում հերթական անգամ ոտնձգություն է իրականացվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այսօր 11:50-ի սահմանում շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության 8-րդ բրիգադի 4 բուժաշխատող։ Նրանց ծեծել են Պարոնյան փողոցում Քաղցրավենիքի աշխարհ խանութի մոտ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են հողաթափեր ու արժանանման հետքեր։ Բժիշկների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։ Երկու քրեական վարույթ է նախաձեռնվել մայիսի 28-ին Մուրացան հիվանդանոցում 1.5 տարեկան երեխայի մահվան եւ բժշկին ծեծելու դեպքերի առնչությամբ։ Երեխայի մահվան համար բժշկին են մեղադրում հարազատները, մինչդեռ ըստ հիվանդանոցի տարածած հաղորդագրության երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է մահացած երեխայի տատը մազերից քաշում գետնին տապալում բժշկին։ Մեկ ու կես տարեկան Արթուրին սրտխառնոցի գանգատով մայիսի 28-ին մայրը տեղափոխել է Մուրացան համալսարանական հիվանդանոց։ 20 րոպե անց երեխան հիվանդանոցում մահացել է։ Փոքրիկի հարազատները բժիշկներին են մեղադրում։ Ասում եմ բժիշկու երեխան ասում է վերջ երեխան բան եղավ, սրտի կանգ։ Մայրը վստահ է, որ իր փոքրիկը մահացել է Պարանոցի շրջանում 4 ասեղ ներարկումից հետո։ Ինքը ոտերից երակարեց, թևերից շկարած գտներ, հետո մի անգամ այցես վզի երակը գլխավոր երակից կատետր արեց ու 4 բրիչ իրար հետևից սկեց երեխոս։ Ինքը ինձ ասում է երեխե թույլ էր արդեն ի վիճակի չէր, բայց երեխես գիտակցությունը տեղ, խոսում էր մամա էր կանչում։ Տեսախցիկը ֆիքսել է ինչպես է երեխայի տատը ծեծում բժշկուհուն, մազերից քաշում, գցում գետնին։ Թույթայ երեխան բերա, ուրիշ ոչ մի բան։ Թույթայ երեխան բերա։ Դրանք բժիշկ կոչվելու իրավունք ունեն։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ։ Արվել է ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար, ցավոք չի հաջողվել։ Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ։ Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերձման ընթացքում։ Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ցավոք անարդյունք եւ ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել Մուրացան բժշկական կենտրոնի բժշկին ծեծի ենթարկելու մասով եւ բուժաշխատողի մասնագիտական պարտականությունները չկատարելու մասով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Զարուհի Սահակյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։